Բարև, այսօր պիտի անդրադառնանք Ղևտացոց գրքին 5-րդ գլխուն եւ հատկապես հանցանքի բադարակին, ուրիշներուն հանդեպ մեղանչելու բադարակին։ Առաջին 13 համարներու մեջ հանցանքի բադարակը գարձես մեղքի բադարակեն մաս մնե։ Այս դրամփանական է, քանի որ հանցանքները գուքան մեր մեղավոր փնուտենեն։ Մեղավոր ըլլալով մենք մեղ կկործենք։ Պետք չէ սпасել մեղ կործելը ըլլա կիդակցապար կամ անկիդակցապար, որբեսի ըլլաս մեղավորմը։ Դու բարձրապես մեղավոր ես եւ ադոր համար մեղ կկործես։ Առաջին 13 համարները կբարունագեն հանցանքի բադարակները մեղսալից վարմունքներուն համար, որոնք կատարված են անկիդակցապար։ Կան մի քանի օրինակներ եւ առաջինը, որ հիշված է Ղևտացոց 5:1-ի մեջ, գվերապերի վգայիմը ճշմարտությունը չհայտնելու մասին։ Այդ նաեւ կգոչվի իրականությունը չհայտնելու մեղք, քանի որ դու չես բացահայտեր քո կիցած ամբողջ ճշմարտությունը։ Եվ այս կերպով ճշմարտությունը բահելը բաժար կդառնա ուրիշ անհադիմը վնասվելուն։ Օրինակ, այսօր եկեղեցվո մեջ շատ մարդիկ կան, որոնք կգարձեն իրենց վարմունքը մաքուր է։ Անոնք կսեն, ես այս շաբաթ ովևէ մեկումը չսպանեցի, եւ օրինակի համար ինքնաշարժի արագության սահմանը չանցա, եւ ես անշուշտ չկողցա եւ այլն։ Բայց շատ հետաքրքրականը այն է, որ անոնք ամբողջ ճշմարտությունը չեն ասեր։ Ինչպես Հակոբոս կսե Հակոբ 4:17-ի մեջ, ուստի ով որ բարիք ընելը գիտնա ու չնե, ան մեղք է անոր։ Ետքը կտեսնենք երկրորդ համարին մեջ սատկած կենթանիին թփչելու եւ օրենքի դակ անմաքուր լալու մեղքը, որովհետեւ մերած թիագին թփչելով անմաքրություն կդարածվի։ Այդ մեկը ճիշտ էր հատկապես այն ժամանակ, որովհետեւ հայտնի չէր, թե այդ թիագը ինչպիսի հիվանդություն գրնար գրել։ Բայց որևէ մահիմը հիմնական ճշմարտությունը այն է, որ այդ մեղքի հետևանք է։ Ինչպես Ադամենը սկսած հավաքական մեղքով եւ մեղքին վարձքը մահ է։ Հետևաբար մենք պետք է հերու մնանք այն բաներեն, որոնք մեղքը կներկայացնեն։ Թեև այսօր վիճակը դարբեր է, սակայն դակավին իզորու է մեզի համար ալ այսօր։ Բարձավես փողոցները քալելով կտեսնենք բաներ, որոնք կրնան օգտակար չլալ։ Անոնք կբղձեն ձեր աչքերը։ Հավանաբար ըսես, ես չեմ գնար արգելել այդ մեկը, ինչպես ես չեմ գնար չլսել մեղսալից բաներ, եւ անշուշտ երբեմն մեղսալից խորհուրդներ կունենանք։ Հոգ չէ թե ինչ են բղձվելու գերբերը, սակայն մենք կբղձվենք։ Ետքը երրորդ համարի մեջ կխոսի մարդուն անմաքրության մասին, թփչելով մերած թիագիմը։ Այսօր բադիժը ավելի խիստ է, քան սատկած կենթանիին թփչիլը։ Այս գլուխը նաև գշեշտ է անմաքուր ըլլալու մի քանի ուրիշ գերբեր, որոնց համար մարդիկ հաշիվ պիտի տան։ Լավ հիշեցումն է չբղձվել այս աշխարհի մեջ քալելով։ Չորրորդ համարի մեջ կսորվենք խոստումը չգադարելու հանցանքի մասին։ Երբեմն մենք կխոստանանք բամը ընել, բայց վերջավորության չենք կդարեր զայն, դերևս ալ գմորնանք։ Գնմանի անսկուշ մեղքին, բայց Աստված քեզ մեղավոր կհամարե։ 5-րդ եւ 6-րդ համարներում մեջ առաջին անգամ կբադվիր է խոստովանություն մեղքի բադարակին հետ միասին։ Մեղքի բադարակը, որ կդրվի հանցանքի համար։ Այդ առաջին անգամն է, որ Աստված կխոսի քաղնի մեղքերու մասին։ Եվ այդպիսի բադարակը մատուցանելը քաղնի մեղքի հանցանքի խոստովանությունն է։ Հանցանքի բադարակը կհաջողի զայն բացահայտորեն դուրս բերել։ Եվ այսօր հավատացյալները ոչ միայն պետք է Աստծո խոստովանին իրենց մեղքերուն համար, այլ նաև հադուցանեն վնասված անձին։ 14-րդ համարին մեջ կհասնենք անորոշ մեղքերու նկարագրության, որոնք կգադարվին անկիդակցապար։ Անոնք կապված են Աստծո կողնալու հետ, դասանորդի եւ ընձաներու առնչությամբ։ Եվ ետքը 17-րդ համարին մեջ կգարտանք օրենքը չգիտնալը ոչ մեկը չարդարացներ։ Այդ ճիշտ է նաև քաղաքական օրենքին մեջ։ 6-րդ գլխուն առաջին 7 համարները գվերապերին գիտակցաբար գադարված մեղքերուն մասին։ Քանի որ հանցանքը մեծ մասամբ մեղք է ուրիշներուն հանդեպ, եւ ուրիշներուն հանդեպ մեղքը Աստծո հանդեպ մեղք է։ Ամեն։